Բարև ձեզ սիրելի ռադիո լսողներ, հանրային ռադիոյի եթերում բարձր գրականություն նախագծի հերթական հաղորդումն է, ես Արմենիկ Նիկողոսյանն եմ։ Համաշխարհային գրականության խոշորագույն ներկայացուցիչներից մեկի Էրնեստ Հեմինգուեյի երկերը, գիտեք, վերջին տասնամյակներում Հայաստանում ոչ թարգմանվում են, ոչ տպագրվում են եւ ընդհանրապես, եթե ցանկանում եք Էրնեստ Հեմինգուեյի որևէ գիրք կարդալ, ապա պետք է անպայման դիմել խորհրդային շրջանի թարգմանություններին եւ հրատարակություններին։ Ինչու չէին թարգմանվում, ինչու չունենք հրատարակված Էրնեստ Հեմինգուեյի գրքերը, այսօր շատ տոնական առիթով Էրնեստ Հեմինգուեյի տոն, որ միշտ քեզ հետ է վեպի թարգմանության առիթով, կզրուցենք եւ կքննարկենք գրքի թարգմանչի գրականագետ Սևակ Ղազարյանի հետ։ Ողջույն Սևակ։ Ողջույն։ Միանգամից արի ամրագրենք, որ Հեմինգուեյի տոնը, որ միշտ մեզ հետ է։ Անպայման։ Հատկապես Հեմինգուեյապաշտ մարդկանց համար, ինձ համար, այո, Հեմինգուեյը միշտ տոն է ու միշտ ինձ հետ է։ Տես, ես չէի ուզի մեծ այդպես կատեգորիկ գնահատական տալ է թարգմանական անցյալին Հեմինգուեյի թարգմանությունների, բայց փառք Աստծո մենք հրաժեշտ զենքին վեպին Պերզեյթունցյանի թարգմանությամբ, Ֆիեստայինում համարող անջում զանգը, էլի անգլերենից առած Հարություն Քենդերյանի եւ Ռուզան Ղազարյանի թարգմանությամբ, նաեւ Ծերունին եւ ծովը վիպակի թարգմանությունն ենք դժբախտաբար ռուսերենից Վայե Միքայելյանի թարգմանությամբ, Կիլիմանջարոյի ձյուները ունենք պատմվածքը եւ այլն, եւ մենք Հեմինգուեյին գիտենք ըստ ամենայնի, ինչու չէր թարգմանվում Հեմինգուեյը եւ չէր վերահրատարակվում այս տարիներին, դուք իմանաս։ Դե Հեմինգուեյը հաջողվել սառույցը կոտրել ի վերջո։ Հեմինգուեյը ճիշտ է, շատ սիրված գրող է։ Եվ չնայած որ այո վերջին 20-25 տարում փաստացի չի թարգմանվել, բայց իրոք շատ սիրված գրող է, շատ ճանաչված գրող է մեր հանրության շրջանում, չէր թարգմանվում մի պարզ կարելի ասել sense պարզունակ նույնիսկ պատճառով ֆինանսի գումարի հարցներ Հեմինգուեյի արտասահմանյան հեղինակային իրավունքներով զբաղվող ֆոնդը սովորաբար ինչպես է լինում հեղինակի այս կամ այն գործն են վաճառում 1-2 դու լավ գիտես բայց իրենք առաջարկում էին փաթեթով այսպես ասած ամբողջական ժառանգություն ամբողջական կամ համարյա ամբողջական ինչը շատ մեծ ասենք տասնյակ հազարավոր դոլարների մասին էր խոսքը ինչը փաստացի հայաստանյան ոչ մի հրատարակություն այս 20 տարիներին չկարողացավ այդ բերը հա իր ուսերին կրել, որովհետև այդքան պիտի թարգմանես, հետո պիտի տպագրության գումար տաս եւ այն դա ահռելի ծախսեր են։ Ես էլ արդեն քանի տարի փորձում էի աշխատում էի դրությամբ։ Ես վեպը դու թարգմանատուն էի։ Այո, այս վեպը ես թարգմանել եմ դեռևս 17-8 թվականներին, որպես թարգմանիչ շատ սխալ բան անելով, թարգմանելով մի վեպ, որի հեղինակայինը չունեմ։ Դա չի կարելի անել։ Բայց շատ էի սիրում։ Ես հիմա ինքս մեր Մաշտոցով թարգմանիչների ծրագիր ենք անում, Մաշտոց հրատարակությամբ, այդ թարգմանիչներին միշտ ասում եմ, հանկարծ այդպեսի բան չանեք, միշտ թարգմանեք այն գործերը, որի հեղինակային ունեք։ Բայց իմ սերը, այո, Հեմինգուեյի հանդեպ այնքան մեծ էր, որ ես այդ ամենը մի կողմ դրեցի եւ չէ՞ փոշմանում իրականում, որովհետեւ նաեւ լավ փորձառություններ, իհարկե այս վեպը հետո հիմնովին խմբագրել, վերամշակել եմ թարգմանությունը այս վեպի, որովհետեւ ինչ 7-8 տարի առաջ, ինչ ասենք վերջին 1-2 տարիներին այդ ընթացքում եւս 2 խոշոր վեպեր թարգմանեցի ու արդեն փորձառություն ես ձեռք բերում, մի քիչ ուրիշ ձև ես ինչ հարցերի նայում եւ այդ առումով խնդիր չէր։ Բարեբախտաբար մեզ Մագաղաթ հրատարակությանը հաջողվեց պայմանավորվել այդ արտասահմանյան ֆոնդի հետ, որպեսզի ոնց որ պահանջները մի քիչ թույլատրել են, այդքան թույլատրել են եւ մենք այսպես համաձայնություն կնքեցինք, որ ասենք 1-2 տարին 1-2 գրքով ի վերջո այո բոլորն էլ ձեռք կբերենք, բայց ոչ մի անգամից այտենց ահռելի գունավորով, այլ մի քանի տարի լրացում եւ որպես գաղտնիք մոտ 8-9 գիրք էլ կա, էլի ձեռք է բերվել եւ ես ուզում եմ մեր ռադիոլսողներին ասել, որ առաջիկա 5-6 տարիներին մենք երևի թե կունենանք շատ Հեմինգուեյ, գրեթե ամբողջական Հեմինգուեյ հայերեն, այնպես որ այն չեղածի բացը ամբողջապես կլրացվի։ Սևակ գանք վեպին տոն, որ միշտ քեզ հետ է։ Սա թևավոր արտահայտություն է, բոլորը գիտեն, որ վերաբերում է Փարիզին, բայց գրքի, ահա, այս հրատարակության քո թարգմանության ամենաուժեղ կողմերից մեկը, չզարմանաս, ինձ համար առաջաբաններն էին գրքի, եւ քո հակիրճը, եւ հատկապես ժառանգների գրած առաջաբանները, որոնք այդ ստեղծագործական պատմության տեսանկյունից
այս վեպի էյության տեսանկյունից ինձ համար իսկապես բացահայտում էին, թեպետ ես վեպը կարդում էի առաջին անգամ, բայց օգնեցին հասկանալ նրա ֆենոմենը, որտեղ աշխարհում կան, չէ՞, գրքեր, որոնք չես կարդացել, բայց որոնց մասին ամեն ինչ գրեթե գիտես, հա։ Հիմա այդ առաջաբանների այսպես դրդմամբ մի քիչ առաջ գնանք, տես վեպը նախկինում եղել է թարգմանված հայերեն, ռուսերենի, ես չեմ կարդացել, ես առաջին անգամ քո թարգմանությամբ եմ կարդում եւ այլն, բայց կլինեն մարդիկ, որոնք կարդացել են եւ կլինեն մարդիկ, որոնք քո պես շատ են սիրում այս վեպը։ Կուզեի այդ առումով խոսեի ինչքանով են էական այդ փոփոխությունները, որ կատարվել են բնագրում, որտեղ սա փոփոխված Հեմինգուեյի վերջին կամքը արտահայտող բնագրից կատարված թարգմանություն է եւ ինչքանով իսկապես մեծ այս վեպը, հա, որովհետեւ այդուհանդերձ ես ծանոթնելով մյուս վեպերին, այնտեղ ավելի շատ Հեմինգուեյ տեսա, միշտ էլ տեսել եմ, քան այս վեպում, որտեղ այստեղ կարծես թե մենք տեսնում ենք այն Հեմինգուեյի ձևավորում ասեմ կամ ամփոփում ասեմ, որ այն մյուս վեպերի տարածքում ձևավորվում է եւ ամենակարևորը վերնագրի մասին մի քիչ շատ եմ հարցալի, չէ՞, տոն, որ միշտ քեզ հետ է, որը ունի շարժական տոն, դու գրել ես կամ շարժական տոն, անգլերենում միայն կարդամ շարժական տոնն է, միայն շարժական տոն։ Ընդունված վերնագիրն է, որոշել չկորցնել, թե հիմա հերթով գամ։ Հերթ։ Ուրեմն վերնագրից սկսենք։ Վերնագիրը անգլերեն կոչվում է movable feast, որը բառացի թարգմանվում է շարժական տոն, որը հենց այդ իմաստն ունի, այսինքն եկեղեցական այդ շարժական տոների իմաստն ունի, ենթադրում է, այսինքն որ դու մի անգամ եղար Փարիզում, ապրեցիր Փարիզում, այդ քո համար ոնց որ տոնը որ միշտ քեզ հետ, այս գրենուց վերնագիրը, այդ վերնագիրն էլ այդ իմաստով է, բայց նախ սկսենք նրանից, որ սա Հեմինգուեյի վերնագիրը չի նույնիսկ այս վեպը առաջի անգամ 64-ին, այսինքն հետմահու 3 տարի հետո հրատարակում է Հեմինգուեյի 4-րդ կինը, Մերի Հեմինգուեյը։ Այս վեպում առաջին կնոջ հետ է դեռ։ Եվ հետո երկրորդ։ Հատ խառնա չէ։ Այդ պահերին էլ կհասնենք։ Եվ վեպի այս վերնագիրը իրան հուշում է Հեմինգուեյի կրտսեր ընկեր Արոն Հոչներ, այդպիսի ընկերուներ, որը իրենից մի 15-20 տարի ավելի երիտասարդ էր, բայց վերջի իր կյանքի վերջին այդ 2 տասնամյակում շատ մտերիմ են եղել Հեմինգուեյի մասին այդ մարդը գրքեր ունի գրած եւ ինքը ասում է որ մի օր 50-ականներին Փարիզում ինչ որ բարում խմում էինք եւ Հեմինգուեյի այդ արտահայտությունն արեց, բայց փաստացի գրավոր որևէ վկայություն էլ չունենք արդյոք Հեմինգուեյի այդպես արտահայտություն արելա թե չէ, դա Հոչների ասացի վրա ենք լիովին հիմնվում։ Բայց ինչա այստեղ կարևոր, նույնիսկ առաջի հենց այդ 64-ի հրատարակության մեջ ամենասկզբում առաջաբան ասենք թե ինչ ասենք մեջբերում արվում իբր Հեմինգուեյը Հոչների նամակ ա գրել եւ այդ արտահայտությունը արել է մինչդեռ չկա նման բան այդպեսի նամակ չկա եւ չի եղել ստեղից սկսած գալիս ենք Մերի Հեմինգուեյի այս վեպը շատ կամայական տպագրելու ձեռագրերի Ռաֆին վեպերը ժամանակին այո Եվ այստեղ որ ասում ես ինչով էր դա կարևոր, շատ կարևոր է մի քանի բանով, նախ ուրեմն Հեմինգուեյս վեպը գրել է 57-59 թվականներին, հիմնականում 90 եւ ավել տոկոս ավարտված է համարել, բայց այնուամենայնիվ ոչ վերջնական, որովհետեւ իր հրատարակությանը Scribner-ին ուղարկում է, ասում է, «Էսա տեքստը, բայց չունեմ դեռ առաջաբան, որ պիտի գրեմ անպայման եւ վերջի գլուխ»։ Բայց արդեն մնացած գլուխների հերթականությունը շատ հստակ է։ Մերի Հեմինգուեյը ամեն ինչը կամայական փոփոխել է ըստ իր ուզածի կամ նախասիրության հատվածներ կան որոնք Հեմինգուեյը սկզբում գրել է բայց հետո հանել է օրինակ այստեղ դրանք հավելվածի տեսքով են օրինակ այնտեղ հատված կա ֆրագմենտներ այո ասենք 27-8 թվականների Ֆիջերալդի հետ է կապված բայց դեպքերը արդեն Ամերիկայում են տեղի ունենում Հեմինգուեյը բնականաբար դա հանել է որովհետև դա արդեն Փարիզին չի վերաբերում բայց ամենակարևորը երկու շատ կարևոր բան կա Ֆիջերալդի նվիրված գլուխը, որը ամենամեծ գլուխն է եւ թերևս երկու ամենակարևոր գլուխներից է, այո, որ մեկը դա է, մյուսը իր կանանց վերաբերող հատվածն է, առաջին եւ երկրորդ։ Ուրեմն այդ հատվածում Հեմինգուեյը բնաբան է գրում սկզբում ավելի բացասական երանգով Ֆիջերալդի գրականության նկատմամբ, այն իմաստով, որ սկզբում լավ էր գրում, հետո ճգնաժամի մեջ մտավ այդ կնոջ եւ այլ այս պատճառներով եւ
ճգնաժամից այդպես էլ դուրս չեկավ, բայց հետո փոխում է ինքը իր այդտեղ նկարները մենք դրել ենք, ավելացնում է, որ չէ, ճգնաժամից ի վերջո դուրս եկավ ու կարողացավ էլի լավ գործեր գրել, որտեվ իրոք այդպես է կյանքի։ Դեռ ասում եմ, Մեծն Գեյթսբի գրած մարդը։ Այո, կյանքի վերջում Ֆիցջերալդի մոտ էլի սկսեցին լավ գործեր ստացվել։ Հիմա Մերի Հեմինգուեյը չգիտես ինչի այդ երկրորդ տարբերակը, որ չէ, այնուամենայնիվ Ֆիցջերալդը կարողացավ հաղթահարել, այդ չի դրել։ Դրել այն, որ մնաց ճգնաժամի տակ։ Եվ իհարկե կանացի, հա, տեսանկյունից ամենակարևորը այն գլուխն է, որ նվիրված է Հեմինգուեյի առաջին եւ երկրորդ կանանց, փաստացի ինչ որ մի պահի սիրային երանգյունով պես ինչ որ մի բան է ձևավորվում եւ Հեմինգուեյը գրքում խոստովանում է, որ ինչ որ մի պահ համ սիրում էր առաջին կնոջը, համ երկրորդ կնոջը, ու ասում է մարդու համար ավելի դաժան բան չկա, քան միաժամանակ սիրել երկու հոգու։ Ու այս բաների մեջ է, բայց ի վերջո վերջում էլ կարծես խոստովանում է, որ իր բոլոր կանանցից այն իսկական ամենամեծ սիրով սիրել է միայն առաջին։ Բնականաբար 4-րդ կնոջը սա դուր չէր կարող գալ, եւ այստեղ էլ ահագին կամայական փոփոխություններ կան, բան որ կարելի է համատել էլի նախորդի հետ ու տեսնել, որ լրիվ ուրիշ պատկեր է ստանում, եւ հատկապես նաեւ երկրորդ կնոջ մասով էլ այնքան էլ արդար չի վարվել Մերի Հեմինգուեյը, որտեվ այստեղ ասում է, որ այդ երկրորդ կնոջ հետ ոնց որ նոր սկիզբ էր, նոր բան էինք սկսում, նոր կյանք էր սկսվում, իսկ Մերին առաջ հրատարակության մեջ այդ ամենը չի դրել, ընդհանրապես հանել է։ Ուրեմն այսինքն սա իրոք կարևոր էր եւ դրա համար Հեմինգուեյի տղան ու թոռը այդքան աշխատանք են տարել։ Եվ այս մանրամասներն են կարևոր, որպեսզի վեպի էությունը գլոբալ իմ տպավորությամբ ասենք չի փոխում դա, գլոբալ չի փոխում։ Դրանք պարզապես մանրամասներ են, որոնք հավելյալ օգուտ կտան, բայց վեպի էությունը ըստ իս չեն փոխում։ Ես մի բան հասկացա, ի վերջո, որ այդ փառահեղ արտահայտությունը Փարիզին նվիրված ամեն դեպքում Հեմինգուեյինը չի։ Հա, այդ արտահայտության մասին մոռացա ամբողջացնեմ, ուրեմն վերնագիրը միշտ եղել է այդպեսին Movable Feast, որը Հեմինգուեյին չի։ Ռուսները դա թարգմանել են ոչ թե ասենք переходящий праздник, ոնց որ կարելի էր, այլ праздник, который всегда с тобой, ինչը իմաստային բացարձակ խնդիր չի հարուցում։ Դա ասա որ լավն է։ Շատ լավ է, շատ լավ է։ Եվ քանի որ վեպը արդեն ժամանակին հայերեն տպվել էր եւ մեր եւ այս արտահայտությունը թեվավոր արտահայտություն դարձել է թեվավոր, ես բնականաբար դա թողեցի, բայց իմ պարտքը համարեցի մյուսը ավելացնեմ, մանավանդ առաջաբանում Հեմինգուեյի որդին հենց դրա մասն է խոսում, այդ շարժական տոների կարևորության, եկեղեցական այդ իմ այնտեղ Շեքսպիրի հետ է կապում եւ այն, այսինքն այս ամեն ինչը պատահական չի, բայց հիմա այդպիսի գրքեր կան, չէ, որ միշտ հայտնի են երկու վերնագրեր, նույն Հեմինգուեյի դեպքում իր առաջի հայտնի վեպը եւ Ծագում է արևը կամ Ֆիեստա, էլի երկու վերնագիր է, որտեղ Ֆիեստան եղել է սևագրային վերնագիր էր, բայց հետո էլ ԱՄՆ-ում տպվում է եւ Ծագում է արևը, իսկ հետո Լոնդոնում տպվում է Fiesta վերնագրով, այսինքն երկու վերնագրերով է տպվում է։ Եվ վերջապես գեղարվեստական արժեքի մասին անշուշտ էս վեպը Հեմինգուեյի լավագույն գեղարվեստական գործերի շատ չի պատկանում, ասեմ, որտեվ ինքը ինձ համար շատ ավելի հուշագրություն է զուտ։ Այ Սևա գուցե դրան քան գեղարվեստական հուշագրական գիրք է ամեն դեպքում, որտեվ ստույգ մարդիկ, ստույգ տեղանք, ստույգ սրճարաններ, ստույգ նույնիսկ սեփական կենսագրության դրվագներ, հա, պատնված գրելուց կլինի, չգիտեմ, սուրճ խմելուց կլինի կամ չգիտեմ, իր սիրած մյուս բաները խմելուց կլինի, արդյոք ընկալման, ընթերցման ժամանակ, ընթերցման եւ ընկալման այդ փաստը պետք չէ միշտ աչքի առաջ ունենալ, որ սա հուշագրական տեքստ է, որովհետեւ հակառակ պարագայում, երբ որ ես ընթերցելուց փորձում եմ օրինակ զուգահեռի մեջ դիտարկել Հեմինգուեյի մյուս վեպերի հետ, հատկապես իմ սիրածի զանգերի, հա, այդ ու մահնեգուժում զանգը, տես այն դիալոգների մեծ վարպետ է, չէ, Հեմինգուեյի աշխարհում անմրցակից, որոնք այստեղ տեղ-տեղ են փայլատակում, տեղ-տեղ հիմնականում ահա պատումը գնում է այդ առաջի դեմքովի մասին էլ, չէ, ինչու առաջի դեմքով գրել դրա մասին էլ նոթ ունի, հիմնականում պատմող է այստեղ քիչ դիալոգող, բայց այդ ես անհագորեն սպասում եի երբեմն հասնելու հերթական դիալոգներին, որպեսզի Հեմինգուեյին վայելեմ։ Սա հուշագրական հենց մոտիվացիան է այդ տեսակ բաները։ Սա ես այս գործին եւ ընդհանրապես խորհուրդ եմ տալի մյուսներին էլ վերաբերվել զուտ որպես հուշագրության, ոչ գեղարվեստական ստեղծագործության ամենևին։ Իհարկե Հեմինգուեյի ընդհանուր ստեղծագործության մեջ հուշագրություն, հուշագրական կամ վավերագրական տարը եւ գեղարվեստականը միշտ միախառնվում են։ Դա կա,
ասենք Աֆրիկայի կանաչ բլուրները եւ այլն։ Հա, էլի, բայց չէ, կան հենց էլի վավերագրական, այսպես ասած, վեպեր, որոնք նենց չի որ լրիվ հուշ են, բայց օրինակ այդ Աֆրիկայում որսորդության մասին կամ Իսպանիայում առանձին մեծ գիրք ունի մահ կեսօրից հետո ամբողջովին նվիրված ցլամարտին եւ այդտեղ էլ իսկական ցլամարտիկների մասին է խոսում, երբեմն իր ընկերների մասին է խոսում, բայց ավելի խորանում է այդ ցլամարտի բարդ արվեստի մեջ, այսինքն գեղարվեստական տարը ավելի ոնց որ շատ է, էլի պատկերում է այդ ամբողջ ցլամարտի ներքին, չգիտեմ, դրաման, ողբերգությունը այստեղ շատ ավելի զուտ մաքուր հուշագրական մակարդակում ենք մնում, իհարկե ինչ որ էլի գեղարվեստական տարեր վստահաբար կան, բայց պետք է վերաբերել զուտ հուշագրության, որը շատ հետաքրքիր է, որովհետև ինքը եւ այդ շրջապատի արվեստագետները, գրողները, նկարիչները դեռ իրենց առաջի քայլերն էին անում ու շատ հետաքրքիր է իրենց տեսնել այս միջավայրում, դեռ այդքան հայտնի չեն, դեռ շատ աղքատ են, դեռ շեշտել, սեվակ, տես օրինակ, երբ որ կարդում բնականաբար գիտեմ Ֆիցջերալդինը իր կյանքի պատմություններ գիտեմ, կնոջ հետ ազդեցությունը իր վրա եւ դրական եւ բացական առումով որի մասին անթակույց խոսում է գիշերն անուշ է վեպում։ Դու Էզրա Փաունդի մասին էլ գիտեմ, մյուսների մասին էլ գիտեմ եւ օրինակ ինձ այդ առում շատ հետաքրքիր էր այդ մասերը եւ ժամանակակիցությունը իրենց հետ եւ այդ շփումը, հարաբերումը, միմյանց տաղանդների ընկալում, գնահատման այդ process-ները, որ թակուն կամ անթակույց տեղի է ունենում, բայց եւ այդ կարդալու ընթացքում ինձ միշտ էս հարցը մտահոգում էր, էլի, այդ գեղարվեստական եւ ուշագրականի տարբերությունը ոնց ընդգծվի, արդյոք նույնքան սքանչելի կլինի օրինակ այդ Ֆիցջերալդի գլուխը, նվիրված գլուխը մի ընթերցողի համար, որը պարզապես կարդում է Հեմինգուեյի վեպ եւ չգիտի օրինակ Ֆիցջերալդին դե չէ, եթե ընդհանրապես տեղյակ չես այդ մարդկանցից, հա, բայց այդ դեպքում էլ մի քիչ դժվար է հավատալ, որ Հեմինգուեյին ճանաչող գրողը, չգիտի Ֆիցջերալդին, չգիտի, հա, Պիկասոյին վերցրության եւ մի շատ կարևոր բան է։ Դե գիրքը եթե շեշտենք, սեվակ էս շեշտեմ բավական հանգամանալից ծանոթագրություններ ունի եւ 100 ծանոթագրություն եւ կարելի է ծանոթագրությունների միջոցով ամեն ինչի հետ առնչվել, ես այդ պատկերը տալիս եմ, բայց ինձ համար նաև այս գիրքը ինչի է նաև շատ սիրելի, ես ամենաբացի Ֆիցջերալդից եւ այդ կանանց պատմությունից ամենասիրելի տեղերից մեկը, երբ որ ինքը բացատրում է Հեմինգուեյը թե ոնց է գրում, գրողական աշխատանքի այդ ներքին խոհանոցի, սենց լրիվ պարզ քեզ մատուցում է, շատ քիչ գրողներ կան, որ այդքան անկեղծանում են ընթերցողի առաջ այդ աստիճան, ու ինձ ես հիշում ամենաշատը այդ էր տպավորվել, օրինակ որ ասում եմ ես միշտ երեկոյան ավարտում եմ այն ժամանակ, երբ որ գիտեմ թե վաղ ինչ եմ գրելու, չեմ թողում լրիվ սպառվեմ։ Ինձ միշտ հակառակն էր թվում, էլի, որ sense գրողը այնքան է գրում, ինչեւ որ սպառվի, մյուս օրը նորից այդ, բայց ասում եմ, չէ, ես դիտմամ ստոպ եմ տալիս, հասնում եմ նրան, որ լավ, վաղ էսենց կշարունակեմ, ու էլ չեմ բանանում, որտեվ կսպառվեմ այդ։ Ու այդ էլի շատ բաներ կան, ոնց առավոտ արթնանում, ինքը ընդհանրապես աշխատում է շատ դիսցիպլինար այդ առումով։ Այո, այդ առումով ես միշտ ասում եմ, ընթերցողներին թվում է, հա, մուսան եկավ գրող գրեց, իր համար դա ոնց ենք մենք աշխատանքի գնում պրոֆեսիոնալ աշխատանքի էր գնում։ Եվ այս առումով էլ ինձ համար ինքը գրողական, հուշագրական եւ ներքին բացահայտման գրողական տեխնիկայի խոհանոցի շատ կարեւոր աղբյուր է, որը հուսով եմ մյուս ընթերցողներն կհավանեն։ Հատկապես գրողները, սեվա եւ շատ կարճ վերջին բաղադրիչին վեպի ամենակարևոր տոնին, այդուհանդերձ Փարիզին վերադառնանք, ինչքան տեսար դու այստեղ Փարիզը, եթե հաշվի առնենք, որ նույն ամենաշեշտված կերպարները Փարիզչի չեն, այդուհանդերձ ուշադրության, որտեղ ասում են քաղաքը նաև այդ մարդիկ են, չէ՞։ Այո։ Ես ավելի շատ տպավորություն ստացա Հեմինգուեյի Փարիզում, էլի։ Այս վիճակի, ինքը ինչպես է իրեն զգում Փարիզում եւ այլն, ինչ մարդիկ կային, ինչ հարաբերություններ, ինչ հոգեվիճակ, քան տեսա հենց բուն Փարիզը, կոնկալումներն ինչպես են։ Եվ արդյոք այդ տոնը, ըստ քեզ տոնը ինչից ծագեց այն ամենայնը։ Ինձ թվում է զուտ այստեղ առաջի ամենակարևոր բանը իր կյանքի հետ շրջանն էր,
որ նոր ամուսնացել էր։ Լավ հուշերն է, էլի Փարիզը նոր դարձել ամուսնացել էր, մեկի հետ իսկապես շատ սիրում էր եւ մինչեւ կյանքի վերջել այդ կնոջ հանդեպ։ Այո, անտարբեր չէր։ Անդրանիկ Զավակն է ծնվում, առաջի քայլերն են, ստացվում է լավ պատմվածքներ գրել, վերջապես ստացվում է Fiestan է գրում իր առաջին վեպը, ինձ թվում է սա է, սա իհարկե ամբողջական Փարիզը չի, սա հիմնականում որտեվ մարդիկ երբեմն շփոթության մեջ ընկնելով դեռ ասում են որ միշտ քեզ հետ է Փարիզն է, գուցե այստեղ Փարիզի փողոցների մանրամասն նկարագրություններ, փնտրեն, չգիտեմ, Էյֆելյան աշտարակով բանով, արի ասենք որ այդպեսի բան չկա։ Իր տունը, իր աշխատասենյակը, իր սիրելի մի քանի սրճարանները, Փարիզյան մի քանի փողոցները, բայց ոչ ամբողջական, եւ սա ավելի այդ շրջանում Փարիզում ապրող ամերիկացիների Փարիզն է, սա էլ չմոռանանք, բայց արդեն վաղուց, օրինակ նույն Գերտրուդ Սթայնը կամ Էզրա Փաունդը արդեն 15-20 տարի են այնտեղ ապրում, երբ որ Հեմինգուեյը իրանց միացավ։ Ամեն դեպքում սա ֆրանսիացիների Փարիզը չէ, այդ հանգամանալից մակարդակում չի, բայց էլի շատ գեղեցիկ Փարիզ է, այսինքն ինքը անտարբեր չի թողում քեզ քաղաքի նկատմամբ, դու էլի սիրառվում ես այդ քաղաքին, թեկուզ Հեմինգուեյան հայացքով, Հեմինգուեյան ձևով։ Շատ լավ, շնորհակալություն Սևակ, կսպասենք նոր գրքերի Էրնեստ Հեմինգուեյի, ոչ միայն քո թարգմանությամբ, ոչ միայն քո հրատարակությամբ, այլ ընդհանրապես, որտեղ իսկապես Էրնեստ Հեմինգուեյը աշխարհի մեծագույն գրողներից է եւ լավ կլինի, որ մենք իրեն հայերենով շատ կարդանք։ Ամբողջականն ենք, այո, ես եմ շնորհակալ։ Սիրելի ռադիոլսողներ, վերջում հիշեցնեմ, որ Հանրային ռադիոյի եթերում բարձր գրականություն նախագծի հերթական հաղորդումներ, ես Արքմենիկ Նիկողոսյանն եմ, զրուցում էի գրականագետ, այժմ նաև հայտնի թարգմանիչ Սևակ Ղազարյանի հետ։ Մեր զրույցի թեման նրա իսկ թարգմանությամբ հայերեն լույս տեսած Էրնեստ Հեմինգուեյի տոն, որ միշտ քեզ հետ է, ռեպտեր լավ եղեք։